Ելենա Արշակյանի Հերսնաձորի լեգենդը հեռուստասերիալում Նարեն ու Լիլիթը իրար տանել չեն կարողանում։ Նրանք երկուսն էլ խանդում են Հայկին։ Լիլիթը փորձում է իրեն պահել որպես հետաքրքրված ու սրտացավ անձ, ամեն կերպ ցույց տալով իր հոգատարությունը Հայկի նկատմամբ։ Մինչդեռ Նարեն զգում է, թե ինչպես է իր ներսում բորբոքվում վիրավորանքի ու կասկածի խառնուրդը։ Նա համոզված է, որ Լիլիթի ու Հայկի միջև ինչ-որ բան է կատարվում, եւ հենց դա է պատճառը, որ Հայկը երբեք անկեղծ չի լինում իր հետ։ Այդ կասկածը խորը հարված է լինում Նարեի սրտին։ Լիլիթը եւս զգում է Նարեի լարվածությունը, բայց այդ լարվածությունը կարծես հաճույք է պատճառում նրան, քանի որ դա իր հաղթանակի նշաններից մեկն է համարում։ Մինչ Նարեի ներսում բախվում են զգացմունքներն ու վիրավորանքները, Արմոն շարունակում է իր մանիպուլյացիաները, փորձելով պահպանել հսկողությունն այն ամենի վրա, ինչ արդեն ձեռքից գնում է։ Նա լավ հասկանում է, որ դուրս է մնացել խաղից, ոչ մեկ այլևս չի վերահսկվում իր կողմից, եւ արդեն գործի է դնում ամենաթունավոր զենքը՝ Սակոյի վստահությունը։ Նա խորամանկորեն սկսում է կասկածի սերմեր ցանել Սակոյի մտքում ընդդեմ Սոնայի ու Հայկի։ Նպատակն է Սակոյի մեջ վախ սերմանել, որ շուտով Սոնան կարող է լիովին դառնալ իրենց տան ցավոտ կետը, թե Վռամի կողքին հայտնվելով եւ թե Հայկի քույրը լինելով։ Արմոն օգտագործում է դա որպես իր վերջին հնարավորությունը, վախեցնելով Սակոյին, որ եթե ինքը հիմա չխառնվի գործին, ապա հետո շատ ուշ կլինի։ Սակոն զայրանում է, շփոթվում, բայց ամենից շատ սկսում է վախանալ։ Վախենում է, որ իր ընտանիքի անդամները, որոնց այսքան ժամանակ ղեկավարել է բռնուցքով, կարող են իրեն չենթարկվել։ Նա սկզբում լռում է, բայց մտքում արդեն պլաններ է գծում, թե ինչպես պետք է կանխի այս ամենը։ Արմոն նույն պահին էլ անցնում է հաջորդ քայլին։ Գնում է Վռամի մոտ, շշնջացող տոնով խոսելով նրա հետ, իբր թե անկեղծանում է։ Ասում է, որ գիտի, որ Վռամը իրան չի վստահում, բայց ուզում է ապացուցել, որ ինքը միայն լավ բաներ է ցանկանում, հատկապես Վռամի համար։ Ասում է, թե ցանկանում է գոնը մի քանի ժամով մեքենան վերցնել գործի հարցով գնալու։ Վռամը տեսնելով իր մտերիմ համարվող մարդու այս տեսակը, առանց խորանալու համաձայնում է, կարծելով, թե Արմոն իրապես ջանք է գործադրում հարաբերությունները հարթեցնելու համար։ Արմոն վերցնում է մեքենան ու ուղիղ գնում Սոնայի աշխատանքի վայր։ Այնտեղ համոզված տոնով ասում է Սոնային, որ ինքը եկել է Վռամի անունից։ Ասում է, որ Վռամի վիճակը վատացել է, ինքը եկել է, որպեսզի նրան տանի հիվանդանոց տեսակցելու։ Սոնան սրտի անհանգստությամբ նստում է մեքենան, չզգալով վտանգը։ Արմոյի ներսում այլ նպատակ է եփվում։ Նա հերթական անգամ գործի է դնում իր կեղտոտ պլանը, որի մանրամասները դեռ հայտնի չեն, բայց վստահ կարելի է ասել, որ ոչ մի լավ բան Սոնայի համար չի սպասվում։ Հարգելի հետևորդներ, ինչ է պատրաստվում անել Արմոն իրականում։ Գրեք մեկնաբանություն։ Մար լսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Հիշեցի։ Քո սիրած ուտեստը, Սպապաս։ Վայ, մամայ սարճին եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը։ Ես չափեցի եւ հիմա դա ինքի սարսափելի տիպ 81 սանտիմետր 81 սանտիմետրն է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն նախարի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացել, բայց